Լավ, երկար չխոսենք, տեսնենք ինչ ենք անում, ես կարծես թե գիտեմ որտեղից սկսենք, ես շատ անհանգիստ եմ, այսինչ եկավ իմ գլխին, Գեներալ Արչյան, թագավորն ապրած գենական չելիք, այո, նստիր, կարևոր բան կա խոսելու, ուր է ձեր թագը, ես առհասարակ տրամադրություն չունեմ, որ թագ կրեմ, ես կարծում եմ, որ սա ժողովրդի գործն է, այդպիսի բան լինել չի կարող, Ստատիստիկացից է տալիս, որ ժողովրդի մեջ ավելի շատ են ձեր իշխանությունը սիրում եւ հարգում, քան թե ապստամբում եւ հեղաշրջում կամենում։ Չգիտեմ, ես շատ անհանգիստ եմ։ Ինչ է լինելու։ Թագավորն ապրած կենա, անկարծ չվախենաք։ Ես խոստանում եմ, ամեն ինչ լավ է լինելու։ Ես խիստ կասկածում եմ, որ դու կարող ես քո խոստումները պահել։ Այսով էր։ Կնոջդ էլ է իր մարտի 7-ին խոստացել, որ մարտի 8-ին 101 վարդ կնվիրես։ Ուր է, ոչինչ չտեսանք։ Գնդապետ, ինչպես ես համարձակվում իմ հետ նման կերպ խոսել։ Երկուսդ էլ հանգստացեք, ի վերջո մեծ մարդիկ եք։ Ես տեղ ոչ մարդ եմ տեսնում, ոչ էլ առավել եւս մեծ։ Էրիկ է, այս ինչ կապիկություն է։ Մենք ժամանակ չունենք, իսկ դուք ինչով եք զբաղված։ Ճիշտ եք, թագավորն ապրած կենա։ Նրա երեխայությունները թող իրեն պահի։ Ես կգերադասեմ լռել։ Իսկ ես կգերադասեմ, որ դուք գործի անցնեք եւ առանց հակաճառելու։ Հայրիկ, ուր ես։ Ես իմ լոնդոնյան կարևոր գործերը բոլորը հետաձգել եմ, բարձելու համար թե քեզ էդի չէ պատահել։ Ոչ, չէ պատահել։ Տիկին հանգստացեք, դուք ով եք։ Ես թագավորի սպասավորն եմ։ Ես մեկնամակ եմ թողել։ Սա արդեն լուրջ է։